Այսօր Պենտեկոստեի օրն է, ամբողջ քրիստոնեական աշխարհը եկեղեցիները տոնում են Պենտեկոստեն եւ մենք այն եկեղեցիներից ենք, որտեղ որ հավատում ենք Սուրբ Հոգու զորությանը, սիրելիներ, հավատում ենք Սուրբ Հոգու անձին, չենք հավատում, որ միայն ուղակի ինչ որ մի երևույթ է, ինչ որ պատմական մի բան է, մենք հավատում ենք Սուրբ Հոգու զորությանը, որ նա այսօր կենթանի է, որ Սուրբ Հոգին այսօր շարունակում է փոխել մարդկանց կյանքեր, որ Սուրբ Հոգին այսօր կարողանում է փոխել ճակատագրեր, որ Սուրբ Հոգին այսօր էլ կարողանում է ազատագրել մարդկանց մեղքերից, կապանքներից, կախվածություններից, որ Սուրբ Հոգին այսօր էլ կարողանում է բժշկել հիվանդություններից ու ցավերից, մենք այս Սուրբ Հոգուն ենք հավատում։ Եվ գիտես, այս Սուրբ Հոգին նկարագրված է այսպես Աստվածաշնչում։ Հալելույա։ Հալելույա։ Աստված կենթանի է։ Գիտես, այս մի քանի օր առաջ միտեղ որտեղ որ աշխատում եմ, այդ տան տիրոջ հետ խոսում էի, Աստծուց էի խոսում Աստծո մասին եւ մի պահ սենց զարմացած նայում էր հոգեվոր բաներից այդքան տեղյակ չէր եւ մի բան սենց ասեցի նրան, ասացի, գիտես, եթե Աստված հորինված է, այդ նման Աստվածը ինձ չի հետաքրքրում, ես չեմ ուզենա հետևել մի Աստծու, որը որ հորինված է մարդկանցից, ես հավատում եմ մի Աստծո, ով կենթանի է, ով գործում է, ով շարժվում է, ով բժշկում է, ով փրկում է, եւ մեր Աստվածը այդպիսին է, սիրելիներ, թող քո հավատքը միշտ սենց լինի Տիրոջ վրա, ամեն, հալելույա, հալելույա, այսօր խոսելու ենք Սուրբ Հոգուց եւ կտեսնենք ինչպես կառաջնորդի Տերը, մենք կարծում եմ վերջում կունենանք աղոթք եւ մեր սրտերը կշարունակենք բացել, որպեսզի Տիրոջ Հոգին մեզ լցնի, զորացնի ավելիով, գիտես, միշտ տեղ ունես Սուրբ Հոգով լցվելու։ Լեզուներով խոսալը դա դեռ Սուրբ Հոգին չի։ Լեզուներով խոսալը դա Սուրբ Հոգու նշանն է, դա պարգևներից մեկն է, դա այն նշանն է, որ ամենահաճախակին տրվում է մարդուն, երբ որ մարդ մկրտվում է Սուրբ Հոգով, բայց դա ամբողջական Սուրբ Հոգին չի։ Եթե Սուրբ Հոգուն սենց մենակ ասոցացնենք լեզուների հետ, մենք շատ փոքրացնում ու սահմանափակում ենք Սուրբ Հոգուն։ Ամեն, մենք իհարկե հավատում ենք Սուրբ Հոգու լեզուներին, մենք աղոթում ենք Հոգու լեզուներով մեր եկեղեցում եւ եթե դու մկրտված ես եւ եթե դու ուզում ես լեզուներով աղոթես, հավատա, որ այսօր Տերը քեզ կարա մկրտի, Տերը քեզ ուզում է մկրտի, որպեսզի դու այսօր օտար լեզուներով սկսես աղոթել։ Գիտեք, ես վերջերս շատ լսում էի մի քանի տենց բաներ հանդիպեցին ինտերնետով, որտեղ որ հոգևորականներ տարբեր այսպես բաներ են ասում, որ իբր թե այդ լեզուները, օտար լեզուներով աղոթքը բանը, այդ ամեն ինչը աղանդավորական ինչ-որ բաներ է, որովհետև երբ որ սկզբում Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստեի օրը, առաքյալները աղոթեցին ինչ-որ մարդկային լեզուներով, այսինքն տարբեր ազգերի լեզուներով, եւ այսպես կարծես մանիպուլացնում են լսողներին եւ այն լսողներին, որոնք որ ցավոք սրտի Աստվածաշնչից շատ քիչ են տեղյակ։ Գիտես, այո, երբ որ Պենտեկոստեն եղավ, Սուրբ Հոգին իջավ, մարդիկ սկսեցին այդ ժամանակ աղոթել երկրային լեզուներով տարբեր, արաբերեն, չգիտեմ, տարբեր այնտեղ հին ազգերի լեզուներ ա շեշտում Աստվածաշունչը։ Այսինքն հրեաները սկսեցին տարբեր լեզուներով աղոթել օտար ազգերի։ Բայց գիտես, սա միակ համարը չի Աստվածաշնչում։ Գործք առաքելոցում մենք կարդում ենք շատ ուրիշ տեղեր եւ իհարկե այս խոսողները, որ հաճախակի համացանցում խոսում են, ասում են լեզուների այդ պարգևը միայն առաքյալների համար էր։ 12 առաքյալները դա ստացան, որպիսի ավետարանը տանեն այդ լեզուներով տանեն օտար ազգերին իրանց լեզվով քարոզեն։ Բայց ես քեզ ուզում եմ ասեմ, նախ եւ առաջ, երբ որ Սուրբ Հոգին իջավ, միայն 12-ը այնտեղ չէին, Աստվածաշունչը ասում է, որ այնտեղ 120 հոգի կար վերնատանը, այսինքն 12-ը չէր, 10 անգամ ավել էին, 120-ն էին, եւ դրանից հետո մենք կարդում ենք, գիտես, մի քանի տարբեր տեղեր ես կարամ հիմա ուղակի սենց ասեմ, Գործք առաքելոց 10-րդ գլխում, երբ որ Պետրոսը գնում է Կորնելիոսի տուն, Կորնելիոսը ով որ հեթանոս էր, իտալացի հեթանոսներ էին նրանք համարվում, բայց
Պետրոսը հրեշտակից առաջնորդված, հրեշտակի հրահանգով, Աստծո հրահանգով գնում է Կորնելիոսի տունը, եւ Կորնելիոսը հավաքած ալնում իր ամբողջ գերդաստանը իր տան մեջ, որտեվ նա պաշտոնով էսպես մեկն էր, հարգված մեկն էր եւ մեծ ցեղ գերդաստան ուներ, բոլորին հավաքել էր, բոլորը հարգում էին, եւ գիտես Պետրոսը սկսում է քարոզել ավետարանը եւ այդ պահին Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա եւ գրված է որ օտար լեզուներով սկսեցին խոսալ, մարգարեանալ եւ փառավորել Աստծուն։ Սա արդեն այն մարդկային լեզուները չէր, այն տարբեր ազգերի լեզուները չէր։ Սա այն լեզուն էր, որով որ մենք շատերս հիմա աղոթում ենք Սուրբ Հոգու լեզուներով։ Սա գրված է Գործք 10:44-ում, Գործք 8-րդ գլխում 17 խոսքում մենք կարդում ենք, որ Պետրոսը, Հովանեսը եւ մնացած առաքյալները ձեռք էին դնում մարդկանց վրա եւ աղոթում էին եւ Սուրբ Հոգին իջնում էր նրանց վրա եւ սկսում էին լեզուներով, օտար լեզուներով խոսել եւ անգամ մի մոգ Սիմոն Մոգը, որ մոգություն էր անում, կախարդություն էր անում, երբ որ տեսավ, որ առաքյալները ձեռք են դնում ու Սուրբ Հոգին իջնում է մարդկանց վրա ու լեզուներով սկսում են խոսալ, բերեց փող առաջարկեց Պետրոսին, ասեց ինձ էլ տվեք այդ պարգևը, որ ես էլ ձեռք դնեմ եւ Սուրբ Հոգով մկրտվեն, եւ իհարկե Պետրոսը նրան շատ խիստ հանդիմանեց, բայց ես ուզում եմ շեշտ դնենք մի ուրիշ բանի վրա, այս անհավատ մարդը Սիմոնը տեսավ տեսանելի ձևով տեսավ ինչպես է Սուրբ Հոգին գալիս, այսինքն երբ որ ձեռքը դնում էին եւ աղոթում էին առաքյալները, տեսանելի ինչ որ բան էր տեղի ունենում, դա ինչ որ սենց վերացական, ինչ որ մի բան չէր սիրելներ, դա տեսանելի փաստացի ինչ որ բան էր, որ մարդիկ տեսնում էին, լսում էին, որ Սուրբ Հոգին իջավ էս մարդու վրա, որտեվ սկսում էր օտար լեզուներով աղոթել։ Մենք կարդում ենք նույնպես Գործք առաքելոց 19-րդ գլխում, երբ որ Պողոս առաքյալը գնաց Եփեսոս քաղաքը ավետարանը քարոզելու եւ այնտեղ մոտեցավ որոշ մարդկանց եւ հարցրեց, ասեց արդյոք դուք Սուրբ Հոգով մկրտված եք, նրանք ասեցին մենք ընդհանրապես չենք էլ լսել Սուրբ Հոգու մասին, չգիտենք որ նման բան գոյություն ունի, մենք ընդամենը մկրտված ենք Հովանեսի մկրտությունով։ Եվ հետո Պողոս առաքյալը նրանց քարոզեց Հիսուսի մկրտությունը ջրով, մկրտվեցին Քրիստոսի անունով ջրով եւ դրանից հետո աղոթեց նրանց համար եւ Աստծո խոսքը ասում է Սուրբ Հոգով մկրտվեցին եւ սկսեցին օտար լեզուներով խոսել։ Գիտես, սրանք բազմաթիվ տեղեր են Աստվածաշնչում, որտեղ որ մենք կարդում ենք Սուրբ Հոգու օտար լեզուների մասին։ Եվ գիտես, մի տեսակ ինձ նյարդայնացնում է, երբ որ լսում եմ մարդիկ Աստվածաշունչը չիմացող մարդկանց այսպես մանիպուլացնում են ու իրանց գաղափարները փորձում են հրամցնել, վերցնելով մի համար մի հատ տեղ Աստվածաշնչից։ Գիտես, պետք է վերցնել ամբողջը։ Հռոմեացիս թուղթը, ես կարամ սենց շարունակեմ, Հռոմեացիս թուղթ 8-րդ գլուխ, 21-րդ խոսքում նույնպես ասում է Պողոս առաքյալը գրում է եւ ասում է, բայց Սուրբ Հոգին հասնում է մեզ մեր տկարությունների ժամանակ, որովհետեւ երբ որ մենք չգիտենք թե ինչ աղոթենք եւ ինչպես աղոթենք, Սուրբ Հոգին անբարբար հառաչանքով մեզանով բարեխոսում է հորը, անբարբար հառաչանք, այսինքն բառեր, որոնք որ մարդկայնորեն հասկանալի չեն, եթե իհարկե թարգմանության պարգևը չկա, բայց Սուրբ Հոգին մեր ներսից խորհուրդներ է խոսում, անբարբար հառաչանքով բարեխոսում է երկնային հորը, այն բաները, որոնք որ մեզ պետք են։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Եվ սիրելիներ, այնպես որ լեզուների պարգևը ոչ միայն ինչ որ ցեղերի ու ազգերի լեզուներ էին, այլ նաև անբարբար հառաչանքը նշան ասա, որ ամեն մարդ, երբ որ մկրտվում է Սուրբ Հոգով, նրան տրվում է այս նշանը եւ այս պարգևը։ Եվ կարծում եմ անցած կիրակի էր ես ասեցի, այսօր երկրագնդի վրա կա 1 միլիարդից ավել մարդ, որը որ օտար լեզուներով աղոթում է։ Հալելույա։ Եվ սա միայն գիտես ավետարանական շարժի մեջ չի, այս օտար լեզուների աղոթքը մկրտությունը տեղի ունենում քրիստոնեական բոլոր ճյուղերի մեջ սիրելիներ, կաթոլիկների մեջ սա կա եւ մնացած բոլոր, որպիսի չթվարկեմ անուններ չտամ, բոլոր ճյուղերում սա կա եւ սա տեղի ունենում, որովհետեւ գիտեք ինչ,
Աստված սա խոստացել էր։ Սա Տիրոջ խոստումն էր։ Եսայա մարգարեն 44 գլխում էսպես է ասում. որովհետև Աստված խոսում է եւ ասում է, որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա եւ պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա եւ իմ օրհնությունը քո զավակների վրա։ Հալելույա։ Եվ պիտի թափեմ իմ հոգին, ասում է, քո սերունդի վրա եւ իմ օրհնությունը քո զավակների վրա եւ նրանք պիտի ծլեն խոտերի մեջ, ինչպես ուռիները ջրերի վտակների մոտ։ Հալելույա։ Սա Աստծո խոստումն է, որ Տերը խոստացել է։ Սուրբ Հոգին օրհնություն է մեզ համար, մեր եւ մեր սերունդների համար, սիրելիս։ Աստված ցանկացավ, որպեսզի երկինքը երկրի հետ հաղորդ լինի, կապի մեջ լինի, կոնտակտի մեջ լինի։ Աստված երկինքը միացրեց երկրին։ Եվ սա հրաշալի է։ Աստված չուզեց, որ երկիրը, մարդկությունը Աստծուց անջատված լինի, զատված լինի, օտար լինի, հեռու լինի։ Աստված երկիրը միացրեց երկնքին։ Հիշում եք Հիսուսը, երբ որ սկսեց իր ծառայությունը, կարծեմ Նաթանայելին էր, որ այս խոսքը ասեց այսուհետ կտեսնես երկինքը բացված եւ հրեշտակները հելնելիս եւ իջնելիս։ Հալելույա։ Այսուհետ կտեսնեք երկինքը բացված եւ հրեշտակները հելնելիս եւ իջնելիս, այսինքն այսուհետ այն ժամանակը ավարտվում է, որ երկինքը մարդկանցից փակված էր, որ ընդամենը ժամանակ առ ժամանակ էր Աստված այցելում կամ խոսում, ինչ որ մարգարեի միջոցով, ինչ որ թագավորի միջոցով, ինչ որ քահանայի միջոցով։ Հիսուսն ասում է, այլևս սրանից հետո այդ ժամանակը արդեն ավարտվում է, սրանից հետո գալիս է մի ուրիշ ժամանակ, որ երկինքը բացված է լինելու եւ Տիրոջ հրեշտակները, այսինքն Աստծո ներկայությունը, Աստծո փառքը իջնելու է, հելնելու է, այսինքն մարդը եւ Աստվածը միաբանվելու է, մեկ է լինելու, կոնտակտ է լինելու երկնքի ու երկրի միջև։ Եվ սա հրաշալի է, սիրելիս։ Սա մեր օրհնությունն է։ Դրա համար Եսայան ասում է. ջուր պիտի թափեմ, օրհնություն պիտի թափեմ, իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա, չորացած տեղերի վրա եւ պիտի ասում է ուռենիների պես ծլեն, բուսնեն եւ աճեն։ Սա խոսում է մեր կյանքերի մասին, մեր սերունդների մասին։ Սուրբ Հոգին օրհնությունն է երկրի վրա, սիրելիս։ Սուրբ Հոգին ամենամեծ օրհնությունն է, ամենամեծ պարգևն է, որ Աստված տվել է։ Եվ այսօր մենք ապրում ենք այդ հրաշալի ժամանակի մեջ։ Գիտես, գնահատիր այն ժամանակը, որում դու ապրում ես, սիրելիս։ Երբեմն այո, մենք կարող ենք նայել մեր խնդիրներին, մեր խնդիրներին, մեր հոգսերին ու կարիքներին, ասենք, այս չկա, այն չկա, էսի վատ է իմ կյանքում, էնի վատ է, էս ինչ դուռը չի բացվում, էս ինչ բանը խի սենց եղավ, բայց գիտես, ես ուզում եմ քեզ ասեմ, որ դու ապրում ես օրհնյալ ժամանակաշրջանում, դու ծնվել ես օրհնյալ ժամանակաշրջանում, որովհետև սա Սուրբ Հոգու ժամանակաշրջանն է, սիրելիս։ Սա այն ժամանակներն է, որ Սուրբ Հոգին երկրի վրա է։ Գիտես, գալու է ժամանակ, որ վերցվելու է Հոգին եւ մարդիկ շարունակելու են ապրել երկրի վրա առանց Սուրբ Հոգու։ Եվ շատ ցավալի, շատ դժվար ու դաժան ժամանակներ է լինելու դրանք։ Բայց գիտես, սա այն ժամանակն է, երբ որ Սուրբ Հոգին երկրի վրա է եւ նա մեր մեջ է բնակվում։ Ոչ թե միայն երկրի վրա, այլ քո մեջ։ Հենց քո մեջ է բնակվում, հենց քո կյանքի մեջ է Սուրբ Հոգին։ Այնպես որ ցնծա եւ ուրախացի, որտեվ Աստծո օրհնությունը եկել է քո կյանքի մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Ինչքան հրաշալի է ապրել Սուրբ Հոգու հետ։ Եվ գիտես, Սուրբ Հոգին ուզում է իմ ու քո հետ մտերիմ լինի։ Սուրբ Հոգին ուզում է բարեկամ լինի, էլի քուրը խոսած Աստծո հետ բարեկամ լինելու մասին։ Գիտես, Սուրբ Հոգին ուզում է իմ ու քո հետ բարեկամ լինի, մտերիմ լինի։ Աստված ուզում է քեզ հետ, սիրելիս, ընկերություն անի, ճիշտ հասկացի ես բառը, Աստված ուզում է մտերմություն անի քո հետ։
Գիտես Հիսուսն ասում էր աշակերտներին ասում էր ձեզ ուզում եմ հայտնեմ Աստծո խորհուրդները, Աստծո ծրագրերը, կամ մարդիկ, որոնց տրված չի, բայց ձեզ համար ուզում եմ բացեմ, ուզում եմ բացահայտեմ հոր ծրագրերը։ Աստված ուզում է որ այն ինչ որ ունի իր սրտում փոխանցի քեզ։ Աստված ուզում է իր օրհնություններով լցնի քեզ։ Գիտես Սուրբ Հոգին որդեգրության հոգին է։ Տարբեր անուններ ու տարբեր կոչումներ ունի Սուրբ Հոգին։ Շատ բաներ կարանք խոսանք Սուրբ Հոգու մասին։ Ես ուզում եմ այսօր մի քանի կետեր ասեմ քեզ։ Սուրբ Հոգին որդեգրության հոգին է։ Մենք օտար ենք Աստծուց, բայց Սուրբ Հոգին եկա, որպեսզի մեզ որդեգրի, որպեսզի մեզ որդեգրի։ Ամեն։ Գիտես ոնց ենք ճանաչում, որ ինչ որ մի անձ քո հայրն է։ Վերցնում են քեզանից դնթն, հա, եւ նրանից եւ տեսնում են, եթե նույն բանը կա մեջը, ուրեմն փաստում են, որ այս ինչ անձնավորությունը քո հայրն է։ Գիտես դրա համար Աստված, որպիսի քանի որ նա մեր հայրն էր ուզում լինել, նա ուղարկեց իրանից ինչ որ բան մեր մեջ, որտեվ նրանից չկար մեր մեջ ինչ որ բան, Ադամը կորցրել էր, բայց Աստված ուղարկեց իր դնթն, իր հոգին, որդեգրության հոգին, հա, երբ որ այսօր քո ներսում ինչ որ մեկը հոգու աչքերը բաց լինի ու նայի քեզ, նա միանգամից կտեսնի քո մեջ Տիրոջ հոգին, նա կտեսնի միանգամից քո մեջ աստվածային ինչ որ մի բան, եւ ոչ թե միայն մի փոքր բան, այլ մեծ հզոր, փառավոր մի բան քո մեջ կտեսնի, որը Տիրոջ հոգին է։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ քանի որ որդեգրության հոգին եկավ, այսուհետև մենք կարող ենք հորը կոչել Աբբա, հայր։ Գիտես Աբբա ավելի սենց ես մի անգամ ուսումնասիրեցի, սա ավելի ոչ թե գրական բառն է եբրայերեն կամ արամերեն, այլ Աբբա ավելի շատ պապա բառն է, այսինքն են ժողովրդական բառը ավելի շատ։ Եվ գիտես, սա խոսում է նույնպես մտերմության մասին։ Եվ Աստվածաշունչը ասում է, Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, որպեսզի մենք Աստծուն կարողանանք ասել պապա։ Հալելույա։ Ինչքան հրաշալի է, որ դու ունես երկնային պապա, որ դու իր որդին ես, իր դուստրն ես, իր զավակն ես։ Հալելույա։ Սուրբ Հոգին որդեգրության հոգին է։ Սա նշանակում է, որ ժառանգությունը քո փոխվել է, որովհետև եթե դու նրա որդին ես, դու ունես նրա ժառանգությունը։ Ամեն։ Դու ունես նրա ժառանգությունը։ Դրա համար Եսայան ասում է, ես օրհնություն կուղարկեմ քո սերունդների վրա, քո ու քո սերունդների վրա օրհնություն կուղարկեմ, այսինքն իմ ժառանգությունը, երկնային հոր ժառանգությունը։ Գիտես, քրիստոնեական կյանքը, հոգևոր կյանքը սիրելիս, առանց Սուրբ Հոգու անհնարին է, հնարավոր չի, ռեալ չի։ Առանց Սուրբ Հոգու հոգևոր կյանքը ընդհանրապես մտածելը անիմաստ է։ Առանց Սուրբ Հոգու դառնում է կրոնավոր, դառնում է դերասանություն, դառնում է անհնարին։ Դրա համար եկավ Սուրբ Հոգին, որպեսզի ես ու դու կարողանանք հոր կամքի մեջ ապրել։ Ամեն։ Դրա համար երբ որ Մովսեսը բերեց պատվիրանները քարե տախտակների վրա, գիտես այդ քարե տախտակները մարդկանց սրտերից հեռու էին, մարդկանց սրտերից դուրս էին, այո տախտակների վրա գրված էին, բայց մարդկանց կյանքերից դուրս էր, մարդկանց կարողությունից դուրս էր այդ ամեն ինչը։ Դրա համար ոչ ոք չէր կարողանում այդ պատվիրանները պահել, ոչ ոք չէր կարողանում Աստծո կամքը կատարել, ոչ ոք չէր կարողանում Աստծո սիրտը ուրախացնել։ Դրա համար գիտես Աստված ասեց, ես մի ուրիշ ավելի լավ բան եմ պատրաստել, ավելի հզոր բան եմ պատրաստել, էսի ընդամենը ռեկլամներ, հետո իսկականն է գալու, գիտես իսկականը ասում էր կգա իմ հոգին և ձեր սրտի տախտակների վրա եմ գրելու իմ խոսքը, իմ կամքը, իմ խորհուրդները, իմ պատվերները ձեր սրտի տախտակների վրա և ասում էր կհանեմ ձեզանից ձեր քարեղեն սրտերը և մսեղեն սիրտ կդնեմ ձեր մեջ,
Նոր սիրտ կդնեմ ձեր մեջ։ Մենք երգում էինք, հները քանդում ես եւ նորն ես կառուցում։ Ահա թե ինչ արել Սուրբ Հոգին իմ ու քո կյանքի մեջ։ Հները քանդեց եւ նորը կառուցեց։ Գիտես, հոգեվոր կյանքը առանց Սուրբ Հոգու անհնարին է։ Անհնարին է հաղթահարել մեղքերը առանց Սուրբ Հոգու։ Անհնարին է դուրս գալ կախվածություններից առանց Սուրբ Հոգու։ Գիտես, անհնարին է բնավորությունդ փոխվի առանց Սուրբ Հոգու։ Անհնարին է սովորություններդ փոխվեն առանց Սուրբ Հոգու։ Անհնարին է մտածելակերպդ նորոգվի ու փոխվի առանց Սուրբ Հոգու։ Անհնարին է աշխարհայացքդ նորոգվի ու փոխվի առանց Սուրբ Հոգու, սիրելիս։ Անհնարին է։ Դու չես կարող ուրիշ մարդ դառնալ, դու չես կարող Աստվածահաճո մեկը լինել, դու չես կարող Աստծո սիրտը ուրախացնող լինել առանց Սուրբ Հոգու, եւ Աստված շատ լավ գիտի դրա մասին։ Գիտես, դրա համար նա ուղարկեց մեզ իր զորությունը, իր անձը, իր հոգին մեր մեջ, իր ԴՆԹ-ն ուղարկեց մեր մեջ։ Ամեն, որպեսզի Սուրբ Հոգու շնորհիվ ես ու դու կարողանանք փոխվենք, որպեսզի Սուրբ Հոգին գալով մեր մեջ սկսի մի օրհնյալ ու զորավոր գործ։ Ամեն։ Այստեղ գիտես, շատերս կարանք վկայենք տարբեր փոփոխություններ, որ տեղի ա ունեցել մեր կյանքերի մեջ։ Երբ որ մենք ապաշխարել ենք, երբ որ քո սիրտը տվել ես Աստծուն, սիրելիս, շատերդ կարող եք վկայել փոփոխություններ, որ տեղի են ունեցել քո կյանքի մեջ։ Դա Սուրբ Հոգու գործն ա եղել։ Դա Սուրբ Հոգու գործն ա։ Իսկ եթե փոփոխություններ չես տեսնում, եթե գալիս ես եկեղեցի, բայց փոփոխություն չես տենում քո կյանքի մեջ, եթե սիրտը տվել ես Հիսուսին, բայց փոփոխություն չես տեսնում, սիրելիս, ես ուզում եմ քեզ ասեմ, Սուրբ Հոգու հետ մտերմացի։ Սուրբ Հոգու կարիքը կա քո կյանքի մեջ։ Դու ունես Սուրբ Հոգու կարիքը, ամեն։ Կանչի նրան քո կյանքի մեջ, կանչի նրան քո սրտի մեջ, անհնարին է, որ Սուրբ Հոգին գա եւ փոփոխություն տեղի չունենա։ Անհնարին է, որ Աստծո Հոգին քեզ տիրի, քեզ լցնի եւ ինչ որ բան չփոխվի քո մեջ։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես, որ կա հոգիների աշխարհ։ Եվ այդ հոգիների աշխարհում տարբեր հոգիներ կան, դիվային հոգիներ կան, աստվածային հոգիներ, բայց գիտես, Աստծո հոգին, դա հոգիների հոգին, ամենաբարձր, ամենազորավորը, ամենափառավորը։ Դրա համար Աստծո խոսքը ասում է, եթե նրա հոգին մեր մեջ է, ով է մեզ հակառակ, կամ նա ով մեր մեջ է ավելի մեծ է, քան աշխարհի հոգին, կամ նա ով աշխարհի մեջ է, գիտես, Տիրոջ հոգին ամենաբարձր հոգին է։ Հալելույա։ Եվ Աստվածաշունչը Աստծուն հենց անվանում է հոգիների եւ մարգարեների Աստված։ Հալելույա։ Այո, Աստված բոլոր հոգիների Աստվածն է։ Եվ գիտես, այդ Աստվածը իր հոգին ու իր շունչը քո մեջ է դրել, մեր մեջ է դրել։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես, Սուրբ Հոգին եկել է մեր կյանքի մեջ, նույնպես որպեսզի մենք կարողանանք մեր կյանքի ամեն դժվարությունները, ամեն նեղությունները, ամեն փորձությունները, ամեն կարիքները Սուրբ Հոգու զորությամբ հաղթահարենք։ Մենք ապրում ենք երկրի վրա եւ մենք անցնում ենք տարբեր իրավիճակներով։ Գիտես, երկիրը դեռ կատարյալ չի։ Աստծո արքայությունը սկսել է երկրի վրա, բայց դեռ Աստծո արքայությունը լիարժեք չի երկիր մոլորակի վրա։ Երկիրը դեռ կատարյալ չի, երկրի վրա մենք կան դեռ շատ ցավեր, շատ տառապանքներ, դժվարություններ, կարիքներ, խնդիրներ, խնդիրներ, տարբեր բաներ, որոնք որ մեզ են բախվում, մեզ են, գիտես, մեր կյանքի մեջ են գալիս, մեր դուռն են թակում, եւ մենք անցնում ենք ամեն մեկս, մեր հերթին, մեր չափով, գիտես, անցնում ենք ինչ որ բաներով։ Եվ Սուրբ Հոգին նույնպես եկել է մեր կյանքի մեջ, որպեսզի մեզ կարեկից լինի մեր բոլոր դժվարությունների ժամանակ, որպեսզի մեզ զորացնի մեր բոլոր դժվարությունների ժամանակ, ամեն։ Գիտես, ցանկացած բան, սիրելիս, եթե դու անցնում ես Սուրբ Հոգու հետ, ավելի հեշտ կանցնես։ Ցանկացած փորձություն, եթե դու անցնում ես Սուրբ Հոգու հետ, ավելի շուտ կանցնես եւ ավելի հաղթական կլինես։ Ամեն։ Գիտես, Հիսուսը երբ որ մտավ անապատը փորձվելու սատանայից, գրված է, որ
հաղթական դուրս եկավ, զորությունով դուրս եկավ, սատանային պարտված մատնելով դուրս եկավ, որովհետև Աստված նրա հետ էր, Սուրբ Հոգին նրա հետ էր, ցանկացած դժվարություն, որ դու անցնում ես Սուրբ Հոգու հետ միասին սիրելիս, դու հաղթող ես դուրս գալու։ Դժվարությունները, խնդիրները նրա համար չեն, որ քեզ տապալեն, որ քեզ կործանեն, որ քեզ կոտրեն, որ քեզ ոչնչացնեն, այլ նրա համար են, որ դու Աստծով կարողանաս հաղթական դուրս գաս։ Ամեն։ Եվ տեսեք Հռոմեացիս թուղթը այսպես է ասում. Այնպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է չգիտենք, եւ սա այնտեղն է, որ ես ասեցի, բայց այս առաջի խոսքը Պողոսն ասում է, այնպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին։ Սուրբ Հոգին եկել է օգնելու քեզ քո տկարություններին, քո դժվարություններին, քո նեղություններին, քո խնդիրների մեջ։ Հիսուսը գիտես անվանեց Սուրբ Հոգուն կոչեց մխիթարիչ։ Ես գնում եմ, բայց մխիթարիչը կուղարկեմ։ Եվ գիտես մխիթարիչ բառը միայն մխիթարիչը չի, երեք իմաստ ունի մխիթարիչը։ Սա իրավաբանական բառ է իրականում, որ Աստվածաշնչում գրված է, անունը մտիցս հիմա թռավ, հեսա կհիշեմ, մխիթարիչ բառը բնագրում, որ գրված է, սիրելիներ, երեք նշանակություն ունի։ Այսինքն մեկը դատապաշտպան, ով որ քեզ պաշտպանում է դատի մեջ, երբ որ գիտես սատանան չարախոսում է, դատապարտում է քեզ, եւ ինչ որ հնարքներ է հնարում քո դեմ, քո անձի դեմ, քո կյանքի դեմ, Սուրբ Հոգին քո դատապաշտպանն է։ Սուրբ Հոգու մյուս բանը քաջալերող է նույնպես։ Սուրբ Հոգին գալիս է քաջալերելու։ Սուրբ Հոգին գալիս է քեզ զորացնելու քո տկարությունների, քո դժվարության, քո անկումների մեջ։ Սուրբ Հոգին գալիս է քաջալերելու, բարեխոսելու։ Բարեխոս է մյուս նշանակությունը Սուրբ Հոգու բարեխոս է։ Հիսուսն ասում է, երբ որ ասում է մխիթարիչը կուղարկեմ, նկատի ունի նույնպես բարեխոսը կուղարկեմ։ Սուրբ Հոգին մեր մեջ է, որպեսզի մեզ համար բարեխոսի երկնքում։ Ամեն։ Եվ Սուրբ Հոգին մեր մեջ է նույնպես մխիթարելու մեզ։ Քո տխրության մեջ, քո դժվարության մեջ, քո անկումների մեջ, քո կոտրված, երբ որ քո սիրտը կոտրված է, Սուրբ Հոգին քո մեջ է քեզ մխիթարելու, քեզ բարձրացնելու, քեզ ուրախության յուղով օծելու։ Հալելույա։ Գիտեք, որ Սուրբ Հոգին նույնպես ուրախության հոգին է։ Սուրբ Հոգին ուրախության հոգին է։ Աստծո հոգին կոչվում է նույնպես ուրախության հոգին։ Աստծո խոսքը ասում է, որ Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է, հալելույա։ Գիտես դրա համար երբեմն, չգիտեմ, կրոնը սովորացրել է մարդկանց, որ եկեղեցիներում պետքա լռություն լինի, պետքա շշուկ լինի, պետքա չծիծաղես, լացել կարաս, բայց ծիծաղել չես կարա, բայց չգիտեմ ինչի ատենց, ով ատենց հորին է, ով այդ հայտնությունը ստացե, բայց գիտես Սուրբ Հոգին նույնպես ուրախության հոգի է։ Այո, մենք կարանք լացենք Սուրբ Հոգու ներկայության ժամանակ, մենք կարանք, չգիտեմ, ծնկի գանք, պարկենք, երեսի վրա ընկնենք Սուրբ Հոգու այցելության ժամանակ, բայց կարանք ցնցանք, թռվրանք եւ ուրախանանք, որտեղ Աստծո խոսքը ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ նույնպես Տիրոջ ազատությունն է, Տիրոջ ուրախությունն է, հալելույա։ Դրա համար մենք նույնպես մեր ծառայությունները սկսում ենք փառաբանությունով, պաշտելու, ցնցալու, փառաբանելու եւ մեր Հենոքը կասի Աֆրիկայում ավելի լավ են անում դա։ Ամեն։ Henoch, tu dois nous apprendre à louer un peu plus, avec plus de zèle. Ամեն, եթե տեսնեք աֆրիկական եկեղեցիները, կտեսնեք իրանք շատ ավելի զորավոր են, շատ ավելի այսպես ակտիվ ու աշխուժ են փառաբանության մեջ։ Այո, որովհետև Սուրբ Հոգին սիրելիս ցնծության եւ ուրախության հոգի է։ Ամեն։ Գիտես, երբեմն մեզ թվում է, որ պետք է ողբանք ու լացենք, որպիսի մեր խնդիրները լուծում ստանան, բայց նույնպես կա ժամանակ, որ դու կարաս ուղակի ցնծաս ու փառաբանես խնդիրներիդ մեջ եւ Տերը լուծում ուղարկի։ Դու կարաս Տիրոջով ուրախանաս, պաշտես, երկրպագես եւ Աստված լուծում ուղարկի, շղթաները կոտրվեն, խնդիրները բաց թողնեն քեզ։
դռները բացվեն քո առաջ, ամեն, որովհետև դու փառաբանում ես Տիրոջը։ Դավիթը ասում է, ես փառաբանում եմ իմ Աստծուն եւ իմ բոլոր թշնամիներից ազատագրվում եմ։ Ես փառաբանում եմ Տիրոջը եւ իմ բոլոր թշնամիներից ազատվում եմ։ Փառք մեր Աստծուն։ Գիտես, Սուրբ Հոգին եկել է նույնպես ամենակարևոր բաներից, որ եկել է բերի մեր մեջ, դա Աստծո սերն է, երկնքի սերն է Սուրբ Հոգին եկել մեր մեջ, մեր սրտերի մեջ բերելու։ Հիսուսի միակ պատվիրանը, որ թողեց մեզ Հիսուսը, եւ ասեց նոր պատվիրան եմ տալիս ձեզ։ Նորը ասելով հինը ջնջվում է, եւ նոր պատվիրանը Հիսուսի սա էր. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սիրեք միմյանց։ Եվ մենք բոլորս գիտենք, որ սա էլ մարդկային մեր ուժերով, կարողությունով, մեր մարդկային, չգիտեմ, որպես մարդ ստեղծագործություն մենք անկարող ենք դա անել։ Ամեն, որովհետև այն ինչ որ մենք ունենք շատ սահմանափակ է, սիրելիներ։ Մեր սերը շատ սահմանափակ է։ Մարդկային սերը ինքը սահմանափակ է, մարդկային սերը կարողանում է սիրել միայն իրան սիրողին։ Դրանից են կողմ մարդկային սերը ավարտվում է, վերջանում է։ Մարդկային սերը ունի սահմաններ, լիմիտներ, բայց գիտես, երբ որ գալիս է Աստվածայինը, բոլոր սահմանները բացվում են, բոլոր սահմանները ընդլայնվում են, եւ Հիսուսը այն ինչ որ մեզ պատվիրեց, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, դա այն Աստվածայինն էր, որը որ մարդկայինորեն անհնար է կատարել, անհնար է Աստծո սիրո մեջ ապրել, անհնար է սիրել, երբ որ քեզ ցավացնում են, անհնար է սիրել, երբ որ քեզ չեն սիրում, անհնար է սիրել, երբ որ քեզ անարգում են սիրելիս, երբ որ քեզ վիրավորում են, երբ որ քեզ վնաս են հասցնում, խաբում են քեզ, անարդար են վարվում քո հանդեպ, անհնար է սիրել մարդկային վիճակի մեջ լինելով։ Բայց գիտես, Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մենք կարողանանք սիրել ավելի բարձր մակարդակի սիրով, որը որ ագապե սերն է, աստվածային սերն է, անպայմանական սերն է, որը պայմաններ չունի։ Գիտես, Աստված մեզ էլ այդ սիրով սիրեց։ Աստված ինձ ու քեզ պայմաններ չդրեց։ Չասեց, երբ որ շատ սուրբ լինես կսիրեմ, երբ որ շատ արդար լինես կսիրեմ, երբ որ համապատասխանես բոլոր հոգևոր ստանդարտներին այդ ժամանակ քեզ կսիրեմ։ Աստված նման բան չասեց։ Աստված սիրեց քեզ այն ժամանակ, երբ որ դու իրան թշնամի էիր։ Այն ժամանակ, երբ որ դու իրան հակառակ էիր։ Այն ժամանակ, երբ որ դու իրան չէիր սիրում։ Աստծո խոսքը ասում է, նա մեզ սիրեց առաջինը, երբ որ մենք նրան չենք սիրում, թշնամի էինք։ Դրա համար մենք էլ հիմա նրան ենք սիրում։ Սա աստվածային սերն է։ Եվ գիտես, Սուրբ Հոգին եկել է, որպեսզի այդ սերը մեր սրտերում դնի, լցնի։ Հռոմեացիս 5:5-ը ասում է, Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու ձեռքով։ Հալելույա։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեր մեջ Աստծո սերը դնի, որպեսզի ես ու դու կարողանանք Աստծո սիրո մեջ ապրել, Աստծո սիրո մեջ քայլել։ Գիտես, մարդիկ կարիք ունեն ոչ թե մարդկային սահմանափակ սիրո, մարդիկ կարիք ունեն այդ գերբնականի, անպայմանական սիրո։ Ամեն։ Անպայմանական սիրո կարիք ունեն մարդիկ։ Աշխարհը կարիք ունի տեսնելու անպայմանական սերը։ Դրա համար Հիսուսն ասեց, ձեր սերը տեսնելով կհասկանան, կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Ձեր միջի սերը տեսնելով կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Գիտես, սա ամենալավ, ամենաուժեղ ավետարանչություններից մեկն է։ Ձեր միջի սերը կտեսնեն, այն անսահմանափակը, աստվածայինը կտեսնեն եւ կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Որովհետև աշխարհը կարիք ունի այս սիրո։ Աշխարհում կա այս աստվածային ագապե սիրո ճգնաժամ։ Աշխարհը այդ սիրո ճգնաժամի մեջ է։ Գիտեք, մարդիկ վախենում են տարբեր ճգնաժամերից, վիրուսների, չգիտեմ, ֆինանսական, էկոնոմիկական, հա, տարբեր ճգնաժամերից, բայց տնտեսական հայերենով ասեմ, բայց գիտես, կամի ավելի խորը ճգնաժամ, ավելի ցավալի ճգնաժամ, դա սիրո ճգնաժամն է, որի մեջ որ աշխարհը
ընկել է, այդ փոսի մեջ ընկել է եւ չի կարողանամ դուրս գալ։ Հիսուսն ասեց կտեսնեն ձեր միջի սերը եւ կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեր ներսում տարածի, իջեցնի երկնքից, Աստծո սրտից մեր սրտերի մեջ բերի նրա սերը։ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին գրում է եւ ասում է ոչ թե երկչոտության հոգի մենք ստացանք, այլ սիրո զգաստության հոգի ստացանք։ Ոչ թե վախի եւ երկչոտության, այլ սիրո, իմաստության եւ զգաստության հոգի ենք ստացել։ Գիտես Աստծո հոգին դա սիրո հոգին է եւ Տեր ուզում է իր սերը տարածի իմ ու քո սրտի մեջ։ Ամեն, որպեսզի մենք անպայմանական սիրով կարողանանք սիրել մեկս մյուսին, սկսած, գիտես, սկսած մեր ամենամտերիմներից, սկսած քո ընտանիքի անդամներից, սկսես սիրել անպայմանական սիրով։ Ամեն, սկսած քո կնոջից, քո ամուսնուց, քո երեխաներից, անպայմանական սիրով։ Սիրո մեջ կա բժշկություն։ Ամեն։ Հալելույա։ Փառաբանության թիմը կխնդրեմ, որ գա։ Եվ գիտես Սուրբ Հոգին եկել է նույնպես։ Ես մի քանի կետեր ասեցի, թե ինչի համար է Սուրբ Հոգին եկել, որպեսզի մենք ավելի լայն հասկացողություն ունենանք։ Ես գիտեմ, որ շատերդ գիտեք այս բաները, բայց գիտես ես ուզում եմ արթնացնեմ քո մեջ Սուրբ Հոգու մեծությունը, Սուրբ Հոգու կարևորությունը, որպեսզի չսահմանափակես Սուրբ Հոգուն միայն լեզուների աղոթքով սիրելիս։ Չմտածես, որ եթե լեզուներով աղոթում եմ, ուրեմն վсё, վերջ Սուրբ Հոգով մկրտված եմ, ամեն բան լավ է։ Կա ավելին։ Ես ուզում եմ քեզ ասեմ, կա ավելին։ Տիրոջ ջրերի մեջ կան ավելի բարձր, ավելի խորը խորություններ կան։ Ամեն։ Եվ Սուրբ Հոգին եկել է նույնպես մեր կյանքերի մեջ, որպեսզի իր զորությունը մեզ փոխանցի։ Սուրբ Հոգին եկել է իր պարգևները եւ իր զորությունը մեզ փոխանցի, որպեսզի ես ու դու Աստծո զորության մեջ քայլենք երկրի վրա։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի գերբնական բաները մեր կյանքերի մեջ տեղի ունենան եւ մեր միջոցով տեղի ունենան։ Հավատում ես սրան։ Հալելույա։ Հալելույա։ Համաձայն ենք ժողովուրդ, այն բոլոր կետերին, ինչի համար Սուրբ Հոգին եկել է, ուզում ենք, որ այդ բաները մեր մեջ բերի, որդեգրությունը, մտերմություն Աստծո հետ, կարողություն հաղթահարելու մեր խնդիրները, դժվարությունները, Աստծո ագապե սերը մեր կյանքերի մեջ եւ մնացած բոլոր պտուղները իհարկե Սուրբ Հոգին եկել է պարգևները եւ զորությունը նույնպես մեր կյանքերի մեջ բերի։ Եվ ես ուզում եմ միտեղ կարդամ եւ միասին աղոթք անենք։ Խնդրեմ են նախավերջի երգը, որն էր երկրպագության նախավերջի այդ։ Հալելույա։ Գիտես Կորինթացիս թղթում կարդում ենք հրաշալի մի բան։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով։ Գիտես բոլոր բաները, որ Աստված քեզ հայտնում է, նա անում է իր հոգով։ Դրա համար հաղորդ եղիր իր հոգու հետ, որպեսզի Աստծո բաները Աստված կարողանա հեշտությամբ քեզ հայտնել։ Որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ, գիտես հոգին Աստծո խորքը քննում, Աստծո խորքը գիտի։ Եվ երբ որ հոգին քո մեջ է, դու էլ ես սկսում Աստծո խորությունները ճանաչել։ Որովհետև մարդկանցից ով գիտի մարդու բաները, եթե ոչ մարդու հոգին, որ նրանում է, այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք,
այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ։ Հալելույա։ Մենք ստացանք ոչ թե աշխարհի հոգին, այլ Աստծո հոգին, որպիսի ճանաչենք այն բաները, որ Աստծուց մեզ տրված են։ Աստված ուզում է, որ իր խորությունները ճանաչես։ Աստված ուզում է քեզ հայտնի, սիրելիս։ Իր ճանապարհները, իր խորհուրդները։ Եկեք կանգնենք ոտքի։ Սուրբ Հոգին իրական է։ Իդես Սուրբ Հոգին քամի չի, Սուրբ Հոգին կրակ չի, Սուրբ Հոգին զգացողություն չի, Սուրբ Հոգին էմոցիաներ չեն, Սուրբ Հոգին լեզուներով խոսելը չի, այդ բոլոր բաները Սուրբ Հոգու դրսևորումներն են։ Սուրբ Հոգու դրսևորումներն են, բայց Սուրբ Հոգին Աստծո հոգին է, Սուրբ Հոգին անձ է, նա ավելի զորավոր է, քան բոլոր դրսևորումները։ Այո, երբ որ Սուրբ Հոգին այցելում է, դու կարող ես քամի զգալ։ Դու երբ որ այցելում է, կարող ես կրակ, ջերմություն զգալ։ Կարող ես հոսանքի պես ինչ-որ բան զգալ մարմնիդ մեջ։ Երբ որ Սուրբ Հոգին այցելում է, դու կարող ես օտար լեզուներով սկսես միանգամից խոսալ։ Երբ որ Սուրբ Հոգին այցելում է, տարբեր վերապրումներ ու նշաններ անա ցույց տալիս մեզ, բայց ինքը ավելի բարձր է այդ ամեն ինչից։ Սուրբ Հոգին Աստծո հոգին է, Աստծո անձն է, որով որ նա ուզում է լցնի մեզ եւ որի միջոցով որ մենք փոխվում ենք, որի միջոցով որ մենք հաղթահարում ենք։ Դրա համար ես ուզում եմ քեզ հիմա ասեմ, եթե կան քո կյանքի մեջ բաներ, եթե ունես բնավորություններ, որ չես կարողանում հաղթահարել, եթե ունես սովորություններ, որ չես կարողանում հաղթահարել, եթե ունես կախվածություններ, որ չես կարողանում հաղթահարել, եթե ունես, չգիտեմ, ինչ-որ որևէ բան կամ կյանքի դժվարություններ, փորձություններ, որով որ չես կարողանում հաղթահարել, Սուրբ Հոգին ներկա է, Սուրբ Հոգին քո մեջ է, Սուրբ Հոգին հասանելի է, որպեսզի քեզ ազատագրի այդ ամեն ինչից, որպեսզի քեզ վեր բարձրացնի այդ ամեն ինչից, որպեսզի քեզ հաղթություն տա։ Ամեն։ Եվ հիմա միասին պիտի կանչենք Տիրոջը։ Ես ուզում եմ, որ սիրտդ բացես։ Ես անհատական այսօր չեմ աղոթելու, որպեսզի ուղղակի առաջնորդություն չունեմ այս պահին, բայց ես հավատում եմ միասնական զորավոր աղոթք լինելու։ Միասնական զորավոր աղոթք լինելու։ Շատերը ձեր տեղում կանգնած հիմա վերապրելու եք Սուրբ Հոգուն։ Շատերը ձեր տեղում կանգնած Տիրոջ կրակը վերապրելու եք շոշափելի ձևով։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Ուղղակի բաց սիրտդ նրան։ Բաց սիրտդ նրան, հավատա, որ նա կենդանի է։ Հավատա, որ նա այստեղ է։ Կանչիր Տիրոջը։ Աստծո խոսքը ասում է կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ։ Հալելույա, 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 հալելույա։ Սիրելի Սուրբ Հոգի, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, որ դու այստեղ ես, այս վայրի մեջ ես։ Հալելույա, մենք հավատում ենք քեզ։ Մենք հավատում ենք քեզ։ Հալելույա, ուզում եմ հանդիպել քեզ։ Ուզում եմ հանդիպել քեզ Տեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, երբ այցելում ես ինձ, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, ուզում
այցել, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, երբ այցելում ես մեր։ Ասա նրան, Ալելույա, ալելույա, սիրելիս բաց սիրտդ, բաց սիրտդ, բաց սիրտդ, բաց սիրտդ Տիրոջ համար, բաց սիրտդ նրա ներկայությանը, հալելույա, 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 սրտով կանչի նրան, սրտով կանչի նրան, սրտով կանչի նրան, Աստված տեսնում է քո սրտի ծարավը, Աստված տեսնում է քո սրտի կանչը, հալելույա, 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 Սուրբ Հոգին այցելում է ծարավին, ծարաված սրտերին, Սուրբ Հոգին գալիս է քո ծարավի վրա, Սուրբ Հոգու զորությունը իջնում է քո ծարավի վրա, հալելույա, մի եղիր անտարբեր, մի եղիր անտարբեր, մի եղիր անտարբեր ես ամենին, կանչիր Տիրոջը, ասա Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, ես ոչ թե միայն ուզում եմ լսեմ քո մասին, ես չեմ ուզում ուրիշները ինձ պատմեն քո մասին, ես ուզում եմ ինքս ճանաչեմ քեզ, ինքս վերաբերեմ քեզ, ինքս լցվեմ քեզանով, ինքս մտերմանամ քեզ հետ, Սուրբ Հոգի, ես չեմ ուզում ուրիշների վկայությունը, ես ուզում եմ ինքս անձամբ հանդիպում քեզ հետ, հանդիպում քեզ հետ, հանդիպում քեզ հետ, Քևլա մարաբակաթալա լամասեյ, օրեբակաթալա մասեյ, շեքերելա մասայա, օրեբակաթալա մաշիկելե բեսեյա, օրաբաբաշին լերբասայա, հալելույա, ռեքելե բեկետելելելելելե, օրաբակաթալա մասայա, Սուրբ Հոգի լցու, ամեն մարմին, ամեն մարմին, ամեն մարմին, ամեն մարմին, ամեն մարմին, ամեն մարմին, քո զորությունը, քո զորությունը, քո զորությունը, ամեն մարմնի վրա, ամեն մարմնի վրա այստեղ, հալելույա, այցելի Տեր, Ուզում եմ հանդիպել քեզ Տեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, երբ այցելում ես մեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, երբ այցելում ես մեր, ուզում եմ հանդիպել քեզ Տեր, զորությունը, որտեղ որ կաս, որտեղ որ կանգնած ես, ընդունի Տիրոջ կրակը հիմա քեզ վրա, ընդունիր Աստծո փառքը հիմա քեզ վրա, ընդունիր Տիրոջ զորությունը քեզ վրա, ընդունիր Սուրբ Հոգու հաղթանակը քո կյանքի մեջ, ընդունիր Տիրոջ ազատագրությունը քո կյանքի մեջ, Հիսուսի անունով, հալելույա, շեքերելելեյա, ռեքերելելելելեյա, ռեթելելելելեյա, մենակ երաշտությունը, juste un visite. Հալելույա, 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 շարունակիր սիրելի, շարունակիր, 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 Հակոբի նման ասա Տեր, մինչև ինձ չորտնես քեզ չեմ թողնի, Տեր, մինչև ինձ չորտնես, մինչև ինձ չազատագրես, մինչև ինձ հաղթանակ չտաս, մինչև Տեր իմ Աստված չբժշկես իմ մարմինը, մինչև չնորոգես իմ սիրտը, Տեր, ես ուզում եմ այցելես ինձ, Տեր, ես ուզում եմ զորացնես ինձ, Տեր, բարձրացրա իմ հավատքը, Տեր, ես ուզում եմ հանդիպում քո հետ, Տեր, ես ուզում եմ հանդիպում քո հետ, Քելամակաթարամասայա, հալելույա, Քեբրամաշեքերելելեյա, հալելույա, 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 հալելույա,
եթե Սուրբ Հոգով մկրտված ես, եթե կա մեկով Սուրբ Հոգով մկրտված չի, եթե ուզում ես Սուրբ Հոգով մկրտվես եւ օտար լեզուներով խոսաս։ Հալելույա, ուղղակի իմ հետ կրկնի այս կարճ խոսքերը եւ հետո ուղղակի սկսի խոսալ Սուրբ Հոգով։ Կրկնի իմ հետ Սուրբ Հոգի, ովքեր որ մկրտված չեն, եթե ուզում ես, ուղղակի ասա Սուրբ Հոգի, բացում եմ քեզ իմ սիրտը, խնդրում եմ, որ հիմա այցելես ինձ, խնդրում եմ, որ քո զորությամբ ինձ լցնես, խնդրում եմ, որ մկրտես ինձ հիմա եւ օտար լեզուների պարգևը ինձ տաս։ Շնորհակալ եմ Սուրբ Հոգի, այն ինչ որ դու հիմա կանես իմ կյանքում։ Rekereleleleya sebrama katarama şekereleleleya relelelelelele seyrelelele ve şekerelelele սկսի խոսալ Տիրոջ հոգին քեզ վրա է սկսի ուղակի խոսալ օտար լեզուներով երկնքի լեզուներով սկսի խոսալ Սուրբ Հոգու զորությունով Սուրբ Հոգով ներշնչված ուղակի արձակիր քեզանից արձակիր Տիրոջ կրակը որ քո ներսում է արձակիր Տիրոջ ջրերը որ Տերը լցնում է քո ներսում սկսի խոսալ հոգու լեզուներով արձակիր քո ներսից ռեքելերերերեյա շեբրաբակատարաբասեյ օրեմակատարաբաշեյա ռորիա սանդերերերեյա լոբրամակարաբաշեքերեբեսեյա հալելույա հալելույա Hallelujah, hallelujah, hallelujah. Gloria, gloria, gloria. Rekerebe senderebe sheya. Hallelujah. Սիրելիս, եթե փոխհարաբերությունը Աստծո հետ թուլացել է, եթե չորություն է եկել քո եւ Աստծո միջև, եթե հոգեվոր կյանքիդ մեջ չորություն է եկել, սառնություն է եկել, եթե այն կրակը էլ չես տեսնում, եթե այն փափագը էլ չես տեսնում քո սրտի մեջ, Աստծո հանդեպ, հոգևոր բաների հանդեպ, ես հիմա ուզում եմ աղոթեմ քո համար, ես ուզում եմ, որ միասին աղոթենք, եթե դու այդ մեկն ես, ուղղակի միաբանվիր, ուղղակի բացիր քո սիրտը, բացիր քո շուրթերը, եւ ասա սիրելի Սուրբ Հոգի, ես ուզում եմ նորովին քո ջրերը, ես ուզում եմ նորովին վառես իմ ներսի կրակը, Աստծո հանդեպ, հոգևոր բաների հանդեպ, եկեղեցու հանդեպ, Աստծուն ծառայելու հանդեպ Տեր ես ուզում եմ վառես իմ ներսի կրակը այն ամենը ինչ որ գողացել է այն ամենը ինչ որ պատճառ է եղել որ սառի իմ ներսի կրակը որ չորություն գա Տեր ես խնդրում եմ ներես ինձ Տեր ես խնդրում եմ որ ներես ինձ Տեր ես խնդրում եմ որ մաքրես ինձ սիրելի Սուրբ Հոգի ներիր ինձ որ ես թույլ եմ տվել որ ես անհոգ եմ եղել որ ես անտարբեր եմ եղել եւ չորացել է իմ ներսը որ ես հոգեորապես սառել ու չորացել եմ Սուրբ Հոգի ներիր ինձ շնորհք արա ինձ ես ապաշխարում եմ եւ ուզում եմ որ նորոգես ինձ ուզում եմ որ նոր թարմոցություն բերես իմ կյանքի մեջ ես ուզում եմ Տեր արթնացնես ինձ նորովին քեզ համար ես ուզում եմ արթնացնես իմ փոխհարաբերությունը Ես ուզում եմ թարմացնես իմ պաշտամունքը Սուրբ Հոգի իմ սիրտը ուղղիր դեպի քեզ Ես ուզում եմ իմ սիրտը նորովին ուղղես դեպի քեզ Հալելույա Խնդրում եմ ներիր բոլոր սխալ ուղղությունների համար որտեղ որ իմ սիրտը Տեր թեքվել է շրջվել է շեղվել է Ես խնդրում եմ որ իմ սիրտը նորից ուղղես դեպի քեզ Սուրբ Հոգի ուղիր ինձ նորովին դեպի քեզ բժշկիր ինձ իմ ներսը թարմացրու ինձ սիրելիս եթե սա քեզ վերաբերվում է միաբանվիր ուղղակի միաբանվիր մի կորցրու ես պահը Սուրբ Հոգին այստեղ ներկա է հալելույա Şekere bassenereya ora makatala rabashia Hallelujah
խանգարող բաներ կա քո կյանքի մեջ, եթե խանգարող բաներ կա քո կյանքի մեջ, եթե խանգարող բաներ կա քո կյանքի մեջ, որոնք որ կոտրում են քեզ, որոնք որ կոտրում են քո հավատքը, որոնք թույլ չեն տալիս քեզ առաջ գնալու, որոնք որ թույլ չեն տալիս քեզ առաջ գնալու, եթե դա մեղք կա, եթե դա կախվածություն է, եթե դա ինչ որ իրավիճակներ է, եթե դա դիվային ինչ որ հարցակումներ, ազդեցություններ է, եթե դա ինչ որ խնդիրներ ու բեռներ է, որոնք որ քեզ բեռնավորել են եւ թույլ չեն տալիս առաջ գնալու, ես ուզում եմ հիմա աղոթեմ քեզ համար, որպեսզի Տիրոջ զորությունը, Սուրբ Հոգու զորությունը գա քեզ վրա, ազատագրելու, բժշկելու, բարձրացնելու, հաղթող անելու քեզ։ Հալելույա, հալելույա, այն բոլոր սարերը, որ վեր են կացել քեզ դեմ, Աստծո խոսքը ասում է, որ Տիրոջ սարը պիտի ավելի բարձր լինի։ Դու այն մեկն ես, որի մեջ, ում մեջ, որ Սուրբ Հոգին է բնակվում, եւ Տերը քեզ ուզում է բարձրացնի եւ հաղթանակով պսակի, հաղթանակի դրոշակը տա քո ձեռքի մեջ։ Հալելույա, հալելույա, վերցրու քո հաղթանակը, վերցրու քո հաղթանակը հիմա, վերցրու քո հաղթանակը, Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու զորությունով ընդունիր հաղթանակ, ցանկացած բանի վրա, որը քեզ արգելում է, որը խոչընդոտում է, որը թույլ չի տալիս առաջ գնալու, պտուղ բերելու, Տիրոջ մեջ ավելի խորը գնալու, վերցրու քո հաղթանակը, Սուրբ Հոգու զորությունով, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ իմ հոգով ասում է Տերը, այլ իմ հոգով ասում է Տերը, այլ իմ հոգով ասում է Տերը, եւ Տիրոջ հոգին հիմա ներկա է, քո մեջ է, քեզ վրա է, քո կողքն է, քո ներսում է, որպեսզի քեզ զորացնի, որպեսզի քեզ բժշկի, որպեսզի քեզ բարձրացնի, Տիրոջ հոգին հիմա քեզ ասում է, վեր կաց, վեր կաց, վեր կաց, թափ դուր քեզ, վեր կաց եւ շարժվի առաջ, որովհետեւ ես քեզ հետ եմ, որովհետեւ իմ զորությունը քեզ վրա է, որովհետեւ իմ պաշտպանությունը քեզ վրա է, որովհետեւ ես քեզ բռնել եմ եւ քեզ չեմ թողնի, քո աջ ձեռքից բռնած, ես քեզ առաջնորդում եմ, ես քեզ տանում եմ, ես քեզ անցկացնում եմ ամեն բարձունքներով, ամեն ձորերով, ամեն հորթուբոր ճանապարհները ես եմ հարթեցնում, ես եմ քո առաջից գնացողը, ես եմ նա, ով բնակվում է քո մեջ, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Տիրոջ հոգով։ Ընդունիր Սուրբ Հոգու կրակը, Սուրբ Հոգու կրակը, զորության կրակը քո կյանքի մեջ, Սուրբ Հոգու զորության կրակը, Սուրբ Հոգու զորության կրակը, Սուրբ Հոգու զորության կրակը, դու վախի եւ երկչոտության հոգի չես առել, այլ դու առել ես սիրո, զորության եւ զգաստության հոգի, սիրո, զորության եւ զգաստության հոգի, սիրո, զորության եւ իմաստության հոգի, քո մեջ բնակվողը սիրո հոգին է, քո մեջ բնակվողը զորության հոգին է, քո մեջ բնակվողը զգաստության հոգին է, կանգնիր քո տեղը, կանգնիր այնտեղ, որտեղ որ Աստված քեզ դրել է, կանգնիր այնտեղ, որտեղ որ Աստված քեզ ուզում է տեսնի, կանգնիր այնտեղ, որտեղ որ Աստված քեզ կանչել է, երբ որ Մովսեսն ուզեց հանդիպում Աստծո հետ, Աստված Մովսեսին ասեց բարձացիր այստեղ, այս սարի վրա, որովհետև սա այն տեղն է, որտեղ որ դու պիտի կանգնես իմ առաջ, սիրելիս Աստված տեղ ունի քեզ համար, որտեղ որ դու պիտի կանգնես նրա առաջ, որովհետև այն տեղը, որ նա քեզ այցելում է, նա քեզ հետ խոսում է, նա քեզ առաջնորդում է, եթե դու թողել ես այդ տեղը, եթե դու զիջել ես այդ տեղը, եթե դու ուղղակի անտարբեր ու անհոգ ես եղել եւ թողել ես այդ տեղը,
Ժամանակն է, որ բարձանաս նորից այնտեղ, որտեղ Տերը քեզ դրել է, որտեղ Տերը քեզ կանչել է, որտեղ Տերը քեզ սպասում է, որտեղ Տերը քո հետ խոսում է, որտեղ Տիրոջ հոգին քեզ այցելում է եւ առաջնորդում է։ Ժամանակն է, որ նորից կանգնես, բարձանաս քո տեղը, բարձացիր քո տեղը։ Դա այնտեղն է, որտեղ որ Աստված իր փառքը իջեցնում է, այնտեղ որտեղ Աստված իր երեսը փայլեցնում է քեզ վրա։ Հալելույա։ Այնտեղն է, որտեղ Տիրոջը տեսնում ես զորության մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Մի բավարարվիր փշրանքներով։ Մի բավարարվիր փշրանքներով։ Փշրանքները որդիների համար չեն, հացն է որդիների համար։ Մի բավարարվիր փշրանքներով։ Աստված հաց ունի քեզ համար։ Աստված օրհնություն ունի քեզ համար։ Աստված ճեղքումներ ունի, հաղթանակներ ունի քեզ համար։ Հորիա մակալա մասայա Քրեսե բրեքեթերելե բեշին դելեբեսեյա Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, շնորհակալ ենք Սուրբ Հոգի, շնորհակալ ենք Սուրբ Հոգի, շնորհակալ ենք Սուրբ Հոգի։ Ռոքաթալա մատակարամա շեբարամասե Holy, 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 holy Քրեթելելելե շեբրամակատարամասա Շնորհակալ ենք այն ինչ որ դու անում ես Այն ինչ որ դու անում ես, սիրելի Սուրբ Հոգի։ Շնորհակալ ենք այն ինչ որ դու անում ես։ Հալելույա։ Այո, մենք խոստովանում ենք նորից, որ առանց քեզ ոչ մի բան չենք կարող։ Որ առանց քեզ ոչ մի բան չենք կարող։ Դու ես, դու ես, դու ես, քեզանով է, քեզանից է։ Քո միջոցով է Սիրելի Սուրբ Հոգի Սիրելի Սուրբ Հոգի Դու ես մեր սպասումը Դու ես մեր փափագը Դու ես ազատագրողը, բժշկողը, բարձրացնողը Սուրբ Հոգի դու ես խավարի գործերը քանդողը, սատանայի գործերը փշրող եւ ոչնչացնողը Դու ես այդ ամենը անողը Դու ես շղթան կոտրողը, կապանքը արձակողը Դու ես մոխրից բարձացնողը, դու ես նոր յուղով օծողը Դու ես կոտրված սրտերը բժշկողը Սուրբ Հոգի շնորհակալ եմ, որ դու այստեղ ես հիմա այս պահին Որ քո ներկայությունով շրջում ես որ քո ներկայությունով տիրել ես եւ լցնում ես Հալելույա սիրելիս լսիր հիմա Սուրբ Հոգու ձայնը որ քո ներսում խոսում է որ քո ներսում խոսում է որ քեզ կանչում է որ քեզ ուզում է լսիր Սուրբ Հոգու ձայնը լսիր Սուրբ Հոգու ձայնը լսիր այդ ձայնը որ քո հետ խոսում է Լսիր այդ ձայնը, որը քեզ փափագում է Ռեքելելելեյա շեմարամակաթալաբասայա Օ ռեբակրեդեսեներեբեշի արաբասայա Օր յամակաթալամասայա Մի թող ուրիշ տերեր քո կյանքի մեջ Մի թող ուրիշ տերեր քո կյանքի մեջ Թույլ մի տուր ուրիշ բաների տիրելու քո կյանքի վրա Թույլ մի տուր որևէ բանի տիրելու քո կյանքի վրա Սուրբ Հոգին ասում է ես եմ ուզում տիրեմ Ես եմ ուզում տիրեմ Ես եմ ուզում տիրեմ Որովհետև մնացած բոլոր տերերը քեզ վնասելու են Մնացած բոլոր տերերը քեզ վնասելու են Միակն է Սուրբ Հոգին Երբ որ նրա տերությունը գալիս է, նա քեզ բարի է անում, նա քեզ օրհնում է, նա քեզ բարձրացնում է։ Թույլ տուր Սուրբ Հոգու տերությունը քո կյանքի վրա։
Թույլ տուր Սուրբ Հոգու իշխանությունը քո կյանքի վրա։ Ռեքելեդեդեդեյա Շե բարակաթարամա Սանտո 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 Glory Jesus Ռեքելաբաշի Գելաբաշի Լաբասիա Ռեքելեդեդեդեսե բարադարաբաշիա Glory Արաբաշի բարադարաբասեա Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Սուրբ Հոգի Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, շնորհակալ ենք, որ դու ոչ միայն այսօր ես մեր հետ, ոչ միայն այս պահին ես մեր հետ, այլ դու ամեն ժամանակ մեզ հետ ես, մեր ներսում ես։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու խոստացար Տեր, եւ Աստծիր Մխիթարիչը կգա եւ ամեն ժամանակ եւ հավիտյան ձեզ հետ կլինի։ Շնորհակալ ենք Տեր։ Դու միայն Պենտեկոստեին չես գալիս, դու միայն հատուկ ժամերին չես գալիս, դու միշտ մեր մեջ ես, մեզ հետ ես, դու միշտ մեր ներսում ես, դու միշտ մեր հետ խոսում ու առաջնորդում ես, դու քո գործը միշտ անում ես մեր մեջ։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ քեզ միշտ ունենք, առանց ոչ մի սահմանափակումի, միշտ քեզ ունենք, շնորհակալ ենք Սուրբ Հոգի, թող քո անունը մեծարվի, Հիսուսի անունով, ամեն, 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 ալելույա։